կուզեինք մեկնաբանել երեկվա այն իրադարձությունները, որ եղավ Մայրաթոռում, մի կողմից ոտնձգություններ Մայր տաճարի նկատմամբ, մյուս կողմից հավատավոր ժողովուրդը իր հավատարմությունն էր հայտնում թե Մայր եկեղեցուն, թե Վեհափար Հայրապետին։ Շատերը ասում են, որ 3 ամոթի օրերից շատերը ասում են, որ եւս մեկ անգամ ապացուցեց, որ իր Մայր եկեղեցին անսասան է եւ Վեհափար Հայրապետի կողքին է հայ ժողովուրդը։ Ձեր գնահատականը ինչպիսին է։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է եւ այստեղ գալիս ենք աղոթքի, գալիս ենք մեր անհատական եւ համազգային ուխտը նորոգելու։ Հետեւաբար, ինչպես ասել եմ, հիմա նորից կկրկնեմ, նրանք ովքեր գալիս են Սուրբ Էջմիածին հավատարմությամբ, նվիրումով, աստվածային օրհնությամբ հեռանում են։ Նրանք ովքեր գալիս են կանոնազանցությամբ, ովքեր գալիս են երկբարակությամբ, ովքեր գալիս են ամբարշտությամբ, գլխիկոր եւ ամոթահար այստեղից կհեռանան։ 3 մեր հավատավոր ժողովուրդը, որ եկել էր ուխտի Սուրբ Էջմիածին, եկել էր իր աղոթքը մատուցելու Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, եկել էր որպես գիտակից հայ քրիստոնյա իր վերաբերմունքը, իր նվիրումը արտահայտելու եկեղեցական կարգ ու կանոնին, իրենք պատվով, արժանապատվությամբ եւ բարձր գիտակցությամբ, որպես հոգևոր կյանքի մեջ եղող անձ, որպես հավատացյալ, որպես նաեւ հայրենի երկրի քաղաքացի, իրենց վերաբերմունքը արտահայտեցին։ Իրենց վերաբերմունքը արտահայտեցին բոլոր այն ոտնձգությունների, բոլոր այն հարձակումների դեմ, որոնք գիտակցորեն կամ անգիտակցորեն այսօր մեր իրականության մեջ տեսնում ենք եւ որի համար մենք ցավ ենք ապրում։ Բնականաբար այլ կերպ լինել չի կարող, որովհետեւ աշխարհասփյուր հայությունը ունի ինքնագիտակցություն, աշխարհասփյուր հայությունը ինչպես դարեր շարունակ, այսօր էլ եւ հավիտյանս հաստատ եւ կապված է մնալու Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին եւ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնին։ Մեր առջեւ այսօր անձային խնդիրներ չեն։ Այսօր խնդիրը եկեղեցու ինքնիշխանության, եկեղեցու կարգավորության, պահպանության հարցն է։ Եկեղեցին դարեր շարունակ փորձությունների միջով է անցել, բնականաբար անցնում է այսօր եւ անցնելու է վաղը, բայց միշտ որոշ է եւ հստակ է, եկեղեցին այդ փորձությունների մեջ չի ընկրկում, եկեղեցին այդ փորձություններից չի սասանվում։ Ընդհակառակը, ինչպես Սուրբ Ավետարանն է վկայում, եկեղեցին այդ փորձությունների մեջ ել առավել զորացած դուրս է գալիս։ Եվ ամենակարևորը այս իրականության մեջ Եկեղեցին միշտ գործել է հանուն պետության, հանուն պետականության, հանուն հայրենիքի պաշտպանության ու անվտանգության։ Որևէ ժամանակաշրջանում, պատմական որևէ շրջափուլում որևիցե մեկը չի կարող մատնանշել այնպիսի մի գործողություն, որ եկեղեցին, ազգային եկեղեցին թույլ է տվել իր պետության, իր պետականության հանդեպ։ Ընդհակառակը, պետության բացակայության ժամանակ եկեղեցին որպես պետականությունը կրող ազգային ինստիտուտ, հաստատություն, պետության ֆունկցիան իրականացրել է փառահեղ կերպով եւ ինչի արդյունքում մենք ունենք այսօրվա փոքրիկ Հայաստանը։ Այդ եկեղեցու շնորհն է, այդ հայոց հայրապետների իմաստության, հեռատեսության, դիվանագիտության շնորհն է։ Եվ այսօր էլ մենք ունենք այդպիսի մեծ հայրապետ, իմաստուն հայրապետ, ով միայն իր անձը չէ, որ ներկայացնում է, այլ ինչպես ասել եմ եւ կասեմ, նա իր անձով ներկայացնում է հայոց եկեղեցու 131 նախորդ հայրապետներին։ Եվ այն ահռելի պատասխանատվությունը, որ իջել է նրա ուսերին իր ընտրությամբ եւ իր օծումով, եւ այն սուրբ երդման, որ ինքը տվել է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարում, այդ անձը այլ կերպ չի կարող վարվել, եթե ոչ այնպես, ինչպես որ մենք իրեն տեսնում ենք։ Հայոց հայրապետը անսասան է, հայոց հայրապետը եռանդով լի է, հայոց հայրապետը հանձնառու է ցկյանս իրականացնելու իրեն վստահված, իրեն շնորհված այդ աստվածային առաքելությունը։ Ինչպես
կգնահատեք եպիսկոպոսների եւ քահանաների երեկվա քայլերը, պահվածքը, մասնավորապես իրենք իրավապահ համակարգի ուղեկցությամբ երեք եկան մայր տաճար, արդյոք իրենց առջև դռները փակեր, որ պետք էր իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայությունը, օպերատիվ բլոկը իրենց համար ճանապարհ հարթեր, որպեսզի իրենք գային, թեկուզ վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով նամակ փոխանցեին եւ ընդհանրապես իրենց այդ նամակի բովանդակության վերաբերյալ, որ պահանջեցին վեհափառի հրաժարականը, նաեւ նշեցին, որ հաջորդը իրենք են գալու այստեղ միասին պատարակ անցկացնելու համերգություն։ Մենք երեք բոլորս ականջալուր եղանք վեհափառ Հայրապետի իմաստուն պատգամին եւ վեհափառ Հայրապետը որպես հայր, որպես հայրապետ խոսք ուղեց նաեւ այդ կանոնազանց սրբազաններին իրեն հատուկ վեհությամբ արտաբերելով սրբազան հայրեր դիմելաձևը եւ կոչ արեց այդ սրբազան հայրերին վերադառնալու կանոնական դաշտ եւ եթե ունեն որևէ խնդիր, որևէ բողոք, որևէ անհանգստություն, իրենք շատ լավ գիտեն եկեղեցու ժողովական կառույցներն ու հնարավորությունները այդ հարթակներում ներկայացնել։ Եվ եթե իրենք խնդիրներ ունեին, կարող էին ներկայացնել անցնող 26 տարիների ընթացքին։ Ես չեմ ուզում մեկնաբանել որևէ մեկի գործողությունն ու որևէ մեկի անձը, ընդամենը կարձանագրեմ մեր հավատավոր ժողովրդի վերաբերմունքը եւ կեցվածքը։ Այդ ամեն ինչ հստակ ասած, ով է եւ ով ինչու էր եկել Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Եվ միայն մի բան կարող եմ հավելել, սա իմ անձի կողմից, նա որ ճաշակել է Սուրբ Էջմիածնի հացը, նա որ խմել է Սուրբ Էջմիածնի ջուրը, նա ով կայացել է որպես գիտակից անձ Սուրբ Էջմիածնում, անցնելով հոգևոր ճեմարանի այդ դպրոցով, նա ով կայացել է որպես եկեղեցական, վեհափառ Հայրապետից իջնող շնորհով ձեռնադրվելով եւ օծվելով, նա չի կարող հայտնվել այն հանգամանքի մեջ, այն վիճակում, որ այսօր հայտնվել են ձեր հիշատակած անձնավորությունները։ Մենք որպես եկեղեցական, անսալով մեր Հայրապետի հորդորին եւ կոչին, մեր ամենօրյա աղոթքների մեջ հիշում ենք եկեղեցու ուղեցրից դուրս եկած բոլոր անձանց, որպեսզի նրանք անդրադառնան, գիտակցեն եւ զղջումով ու ապաշխարությամբ վերադառնան։ Իսկ եթե չպետք է վերադառնան, ուրեմն այն ինչ որ կվճռվի, արդար է եւ շիտակ։ Շնորհակալություն։ Ձեր շնորհակալ